Երեք մասից է ընդհանրապես բաղկացած, բանակցությունները ինչի մասին են, բայց ամենակարևորը դա շահի մասին է, հա, եթե շահը չկա, ուրեմն մնացածի մասին խոսելը, ուրեմն դա բանակցություն չի։ Բայց այստեղ մեկ ճշգրտում Արմեն, դա միայն նյութական շահի մասին չէ խոսքը։ Ոչ, ու ամենևին, դեռ շատ դեպքերում մարդիկ նյութական դաշտում բանակցում են, օրինակ վաճառք են անում։ Օրինակ ես վաճառում եմ իմ տունը։ Բայց դիմացինս բանակցողը չի պարզում, թե ես ինչ եմ այդ տունը վաճառում, ու արդյոք ինձ պետք է ուղակի այդ գումարը ինչ որ ես ուզում եմ։ Ու շատ դեպքերում մարդիկ բանակցությունը ավարտում, որտեղ ասում են ես իրան այս տունը չեմ տա։ Ես տեղ եմ ծնվել եւ ինձ կարեւոր է թե այս տունը եմ հանձնում։ Բայց միևնույն ժամանակ, եթե տեմպացիան եւ հարաբերություն ստեղծելը առաջի պլան են գալիս, իհարկե դրանից հետո էլի կարամ հմտություններ ասեմ, բայց երեք խոսքս կարճ կապելով։ Հասկանում ես, որ բանակցության առարկան, նյութական առարկան կտրականապես փոխվում է իր արժեքում։